Տիկին Հակոբյան, Վերջապես։ ոնց եք, բարև ձեզ։ Շատ լավ, բարև ձեզ, դուք ոնց եք։ Լավ, շատ լավ, խոսում էի մեր քաղաքացիների հետ, արդեն այս հետընտրական որոշ բաների մասին մինչև Ես միանանք։ լսում էի ու անընդհատ փորձում էի միանալ, հա։ Դե ամեն դեպքում ավելի լավ է ուշ քան Ինքսել հետ նստեմ։ երբեք։ Հա, ես էլ ուզում եմ մի հատ ստուգեմ ես մեր լայվը տեսնեմ ոնց է ցույց տալիս, որ Ես ստուգ եմ։ ոնց եք Տիկին Հակոբյան, հետընտրական ոնց եք։ Լավ, քանի որ մեզ մոտ նաև բյուջեի կատարողականի շրջան է, մենք հենց հաջորդ օրը, ընտրությունների հաջորդ օրը առավոտյան արդեն խորհրդարան ենք գնացել շատ կարոտած եւ process-ների մեջ ենք, տեսնում եք։ Մենք էլ ես էլ վաղն էլ ես էլ եմ գալիս բյուջեի քննարկումների։ Մենք ձեզ կսպասենք, պարոն Թորոսյան։ Եվ նաև երեք ճիշտ ասած ընկերներից էին ասում էին բացարձակ տենց հանգիստ վիճակ է քաղաքում, մենք սպասում ենք, որ չգիտեմ ինչեր պետք է լինեն։ Եվ Ինչի պետքա ինչ որ բաներ լինեին։ Դա էի սպասում, ասում էի, ես էլ այդ հարցը տվեցի, բայց ինչ պետք է ինչ որ process-ներ լինեն։ Ասում են այն ռադիկալ տրամադրվածությունը եւ այլնը ենթադրում էր, որ պետք է ընդդիմությունը տենց փողոցներ գեներացնի եւ այլն։ Եվ այսօր այս մասն էլ եւիկ խոսենք, որ փողոց գեներացողները նախ պետք է կարողանային հանրահավաքին մարդ գեներացնեին, կարողանային ընտրատարածքներում մարդիկ գնային գեներացվում ընդհանրապես, երբ որ կա անարդարության զգացողություն, որ ինչ որ բան այն չի, որ ինչ որ բան սխալ է, որ կեղծվել է, գողացվել է, բայց այս դեպքում եթե փողոց գեներացնենք, էլի մենք պետքա գեներացնենք, որովհետև ըստ էության ընտրակաշառք բաժանել է անդիմությունը եւ բռնվել եւ դեռ կբռնվի եւ տարբեր գործիքներ հիբրիդային էլ ինչ ասես արել է անդիմությունը ոչ թե իշխանությունը այս դեպքում Ես հիշում եմ որ մինչ հեղափոխությունը ընտրությունների արդեն հաջորդ առավոտյան երբ որ նախնական արդյունքները հրապարակվել են անդիմությունը հրավիրել է հանրահավաքների եւ տարբեր այդպես լարված իրավիճակներ եղել հենց առավոտյան Այսինքն ակնհայտ է ինչա կատարվել որովհետև հա տեսել են բոլորս տեսել են տղծակներով լցոնումներ ցուցակների կեղծումներ հեղափոխությունից հետո նաև 21 թվականին ես հիշում եմ որ լրագրողները տենց գնում էին ընդդիմադիր լիդերների դուրը եւ դուրը ասած նրանց հարցեր էին ուղում ասում էին այ ինչ եք մտածում բա ինչա լինելու այսինքն այդպես սպասողական մի երկու օր այսպես բանը թաքնվում էին, բան չէին ասում, սպասում էին տեսնել Ռուսաստանի Դաշնությունից ինչ հայտարարություններ կլինի, փոխկապակցում էին ինչ-որ բաների հետ ու շատ հետաքրքիր եւ ծիծաղալի մի հատ բան։ Հա, հիմա նույն իդենտիկ գնում է 21 թվականին։ Ինչն էր շատ հետաքրքիր, ուրեմն ընտրությունից առաջ մեր հասարակությունը այսպես տերորի ենթարկվեց, թե բա 300,000 ադրբեջանցիներ կգան, եթե վերընտրվի քաղաքացիական պայմանագիրը։ Քաղաքացիական պայմանագիրը վերընտրվեց։ Ընդդիմադիր երկու գլուխները երրագլխի հայտարարում են, որ բոլորը սպասում են լուր, տեսնեն ինչ կլինի բարգավաճը, կանցնի թե ոչ։ Այսինքն ադրբեջանցիների գալու, Հայաստանի փրկության, այսպես ասած, ամեն ինչը կախված է բարգավաճ Հայաստանի խորհրդարանում լինելուց, հասկանում եք, բոլորը լուր սպասում են, տեսնեն բարգավաճը ինչ անում, բայց բարգավաճի գալով նրանք մեծամասնություն չեն կազմում, այսինքն միևնույնն է միանձնյա իշխանությունը քաղաքացիական պայմանագիրն է, այնպիսի իրավիճակը, ինչպիսին հիմա է Իրա հերթին այդ նոր չենք տեսնում եւ լսում Տիկին Հակոբյան իդեպ առիթ օգտագործելով էլի բոլորին կոչ անել կիսվել ես մեր որ մեր շատ քաղաքացիներ մեզ լսեն բայց եկեք բանը այն կինո կա է ձենսյուկա երևի բոլորը տեսել են որ ամեն օր զարթնում ես ու միշտ նույն օրն է Հիմա լրիվ նույն այդ պատմությունն է կամ ուրիշ տերմին կա դեժավյու, հա փրկիչների մասով կա դեժավյու, որ փրկում են մեզնից անհասկանալի է ինչերից եւ նույն 21 թվականին մենք դրա մասի խոսել ենք 21 թվի պատիվ ունեմի էլի մեդիա տերորը որ ադրբեջանական մուղամ բան իդեպ տեսանք նաև ով մուղամ միացրեց հանրապետության հրապարակում ու հետո բան մոռացվում է իհարկե պետք է մոռացվի որովհետև դες բան չի եղել չի լինելու 5 տարի հետո կարող է էլի հիշեն որոշ տակ գլուխներ
Նույնը մանդատ վերցնել չվերցնել։ Ես ուզում եմ օրինակ եմ ուզում բերեմ։ Հիշում եք ելք Դաշինքը 2017 թվականի ընտրություններին մասնակցեց, ձայներ հավաքեց եւ ոչ մեկի մտքով չանցավ եւ նույնիսկ չէր քննարկվում, որ կարելի է մանդատ չվերցնել, լինելով ընդդիմություն այդպիսի տենց ավտոկրատիկ իշխանության օրոք, բռնաճնշումներով, բանով եւ այլն, ասում էին, որ մեկ քվեին էլ տերենք լինել։ Հիմա այս մարդիկ իրաց տված քվեի վրա էլ իրականում թքածում են, հասկանում եք։ Ինչա նշանակում այն մեկը չէր ուզում փախնել Հայաստանից, պարոն Թորոսյան։ Իհարկե։ Հաջորդ առավոտյան չէր ուզում փախնել Հայաստանից։ Այո, երրագլխիկի մի գլխիկա։ Այն մյուս գլխիկը գիտի, որ չի կարող փախնել Քոչարյանը, այն մյուսը տնային կալանքում է, այս մյուսն էլ ճողոպրել է, փորձել է ճողոպրել, բայց շատ լավ է, որ նրան սահմանը հատելիս բռնել են եւ ասել են, որ դուք չեք կարող, որովհետեւ ձեր ելքի հետ կապված կա սահմանափակում։ Ու այս բանն է ինձ ապշացնում Տիկին Հակոբյան, այս ընտրակեղծիքներ, խախտումներ, այն որ լրիվ գողը գոռում է, գողացան նույն վիճակն է, հերիք չի։ Իրանք այդքան 100,000-ներով փող բաժանելով փորձեցին ձայներ գնել եւ երևի որոշ մասն ստացվեց։ Հիմա ասում են խախտումներ, ու խախտումներն էլ ինչ, պարզվում է տես տեխնիկական մուտքագրման սխալներ են, որ ցանկացած ընտրության ժամանակ էլ կարող են լինել, իհարկե լավ կլինի, որ չլինեն, բայց մարդիկ են դա անում, հա, այդ թվում իրանց մարդիկ, իրանց ներկայացուցիչներ։ Դրա համար է պարոն Թորոսյան կոչվում է նախնական արդյունքներ։ Այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է հաջորդ առավոտյան թիվ չհրապարակել, ինչ որ ժամկետ հետո, ճշտումներից հետո հրապարակել, բայց հասկանալով, որ հասարակությունը սպասում է, նախնական պատկեր տալիս է, ժամանակ է տալիս բողոքարկումների ինքն էլ ճշգրտումներ է անում եւ վերջնական արդյունքներ է հրապարակում։ Սա իհարկե պետք է անընդհատ լավարկել նաեւ այս մեխանիզմը եւ տալ ավելի ռեալ, հա, ավելի իրական թվերը ճշգրտած, բայց ամբողջ աշխարհում անգամ այդպես է, էլի, նախնական արդյունքներ են հրապարակում։ Բայց ամենահետաքրքիրը, որ այդ վերանայումների արդյունքում մեր ձայները ավելանում են, այսինքն էլի մեր ձայնը փակս գրած է, հասկանում եք։ Բայց կարծում եմ նաև պետք է այս թեմայով էլ խոսենք, որովհետև այսօր բանը ուզում եմ ասեի մեր ձևով այդ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը ասուլիս էր հրավիրել եւ ասում էր, որ իրենք ուսումնասիրություն են կատարել ու տալիս էր մի քանի ընտրատեղամասի համար ասում էր, այս ընտրատեղամասերում իրականում քաղաքացիական պայմանագիրի 0 ձայն է ստացել, սակայն այո 0, սակայն նրա անվան դիմաց գրված է օրինակ 717։ Հիմա այդ ընտրատեղամասերը, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում elections.am-ում մտնում ես, սկանավորված դրված է ընտրական այդ վերջնական արձանագրությունը ստորագրություններով, որոնց այդ մեջ դրանց մեջ կա նաև ոչ թե մեկ, այլ մի քանի ընդդիմադիր հանձնաժողովականի ստորագրություն եւ սկանավորված դրված է թե օրվա վերջում բոլորը ստորագրել են, որ ուժը քանի ձայն է ստացել։ Հիմա ես նաև իմ էջում եմ տեղադրել մեր տարբեր գործընկերներ իրանց էջում հրապարակումներ են արել, հասկանում եք, այս մարդիկ անգամ այս պարզ գործողությունը չեն կարողանում անել հիմա։ Հասկանում եք, ասուլիս են հրավիրել, ժամ են վերցրել, տեղ են վերցրել, էկրան են դրել։ Ու խախտում են, ասում են 0 ձայն, բայց այդ պահիտակ ինչ կպավ մեթոդով է։ Բայց ախր տեսնում են, չէ՞ որ հիմարություններին մենք պատասխանում ենք։ Ոսկ այլակ այսօր ասել, հետո գնալ լողանալ, անցավ այդ ասածս վերջ։ Իրանց մոտ է դա, հեսա որ կան ազգային ժողով, ինձ թվում է կճաշակեն, էլի, այդ պատասխանի Չէ, որ կան ազգային ժողով, ես ինքս պատրաստվում եմ ամեն հնարավորության դեպքում, ամեն հարցնել, ուժեղ Հայաստանից կլինի, Հայաստան Դաշնքից կլինի, եթե բարգավաճն էլ կա, բարգավաճ, եթե չգա, ամեն օր պատրաստվում եմ ամեն անգամ հարցնել, թե երբ են, որն է ժամկետը, երբ են գալու Իրանք ասի, մենք անցանք ազգային ժողով, դրա համար էլ չեն գալիս, մենք էլ կանխել են, բայց նրանք ասում են, եթե մենք վերընտրվենք, իսկ մենք վերընտրվել ենք։ Այդ նույնն էր, պարոն Թորոսյան, երբ որ ամիսներով մեր հասարակությանը նոր տերորի էին, այն ժամանակ տերորի էին ենթարկում, ասում էին, որ մեր իշխանությունը համաձայնել է տալ Միջանցք ադրբեջանցիներին։ Հետո երբ որ փաստաթղթավորված ապացուցվեց, որ դա Միջանցքի դա ճանապարհ է 100 ձև գրված է, որ երաշխավորված է, որ այդ ճանապարհը մեր իշխանության մեջ է, ոչ մեկ ներողություն
ներողություն չխնդրես, պարոն Թորոսյան, ոչ մի ներողություն, նրանք ներողությունը գիտեն ինչա կամ նրանք ուրիշ բանի համար են անում այդ հիբրիդային պատերազմը, այդ լրտեսական գործունեությունը ըստ իրականացնում, ինչ ներողություն, լրտեսական կա գալիս է, իրանք պարտավորված դա ընդհանրապես արտաբերում են, բայց պետք է նաև հասկանան, որ պետք է պատասխան տա ամեն քաղաքացի նրանց տեսնելուց, փողոցում եթե անգամ տեսնեն, պետք է ամեն անգամ հարցնեն, ասեն դուք մեզ վախացրել եք, երբ է այդ ժամկետը, երբ արդեն վերընտրվել են, անցել է 5 օր, անցել է 5 ամիս, անցել է 5 տարի, բա ուր են այդ ադրբեջանցիները, հասնում եք, ու այս մարդիկ պետք է այդքան բան ունենան, նամուս ունենան, որ գոնե չերևան մարդկանց աչքին։ Հանցագործները եւ լրտեսները նամուս չունեն, Տիկին Հակոբյան, ընտրակաշառք բաժանողները, մարդկանց քվեն գողացողները, առնող ծախողները, բայց մեկը բան է, այտենց զավեշտալի է իհարկե այս ամեն ինչը լսել, հատկապես այս գիտեք որ ամենազավեշտալին որն է, որ պարզ է որ ստի ոտքի կարճ է, ասենք ժողովրդական ասացվածքա, բայց այս այնքան կարճ է, նույն այս ընտրական թեմաները, ձեր ասած զրոն եւ ոչ զրոն, մի քանի ժամ է մի քանի օրից ընդհանրապես այդ ամբողջ, ասենք 500 տեղամաս, եթե չեմ սխալվում, վերահաշվարկ կա գնում, պատկերացեք 1/4-ը տեղամասերի շատ լայնամասշտաբ է, էլի։ Ու վերջում պարզվելու է, որ ոչինչ չի փոխվել, կամ եթե փոխվում է, ոնց որ մեր օգտին է փոխվում։ Ասենք դրանից հետո ինչ են։ Ես զարմանում եմ նույնիսկ իրանք իրար մեջ ինչ են խոսում, էլի, հələ ժողովրդին մի կողմ։ Դե իրանք ասում են, որ իրանք կոնսուլտացիաներ են անում իհարկե, դե պարզ է, իրանք միջավ ընտրություն են կոնսուլտացիան, հիմա ոչ չեն անելու։ Բայց նաև պետք է պատասխանատվություն նաև լինի այն մարդկանց համար, այն ուրեմն օբյեկտ սուբյեկտների համար, որոնք կոչվում են օրինակ լրատվամիջոց։ Օրինակ լրատվամիջոց իրեն կոչող մարդը, լրագրող կոչող մարդը ոնց է վերահրապարակում այդ հիմարությունը, օրինակ մի ստուգում չանելով, մի պարզ ստուգում չանելով։ Ես ինքս ժուրնալիստիկայի ֆակուլտետն եմ ավարտել։ Դրանք բան են, վարձկաններ են, վարձկան։ Ինձ սովորեցրել են, որ պետք է լուրը ճշտել 1-2 աղբյուրից։ Ամենագլխավոր աղբյուրից չեն ճշտել։ Պետք է դնեին, որ այո, Գոհար Մելոյանը ասում է սա, բայց մենք ստուգեցինք, այսպես է, հասկանում եք, պետք է հարգել իրանք լրագրող չեն, իրանք վարձկաններ են, բառիս ուղիղ իմաստով, տերորիստ, մեդիա տերորիստ վարձկաններ են, որոնց դեռի մեկ է, ու ես վստահ եմ, որ իրանք էլ են ֆինանսավորվում տարբեր աղբյուրներից, այն նույն աղբյուրներից ինչ որ ընդդիմությունը, որպեսզի այդ մեդիա տերորը այդպես համատեղ ուժերով շարունակեն։ Հանուն արդարության ասեմ, որ մեր պարզաբանումներից եւ տեսանյութերից եւ ստատուսներից հետո ես 1-2 լրագրողի ուրեմն կանալներում տեսա, որ ջնջված է սկզբնական լուրը։ Հա, բայց դա գոնե մի բուս է տալիս, տարբերությունը որն է, էլի գրես հետո ջնջես, դա չի կարելի։ Այդպես ամեն ասա տատս էլ լրագրող կաշխատի, չէ՞։ Տատը հաստատ ավելի լավ լրագրող։ Ցանկացած մարդ, որը լրագրության հետ կապ չունի, իսկ իմ տատը չի ունեցել կապ, կարող է լրագրող լինել, հասկանում եք, որովհետև որևէ հմտություն, որևէ էթիկա, որևէ բան չի պահվում։ Դա իմանալ պետք չի, պետք է ուղղակի ցանկացած հիմարություն, որը շատ դիտում կունենա, վերցնել արտատպել։ Դա լրագրություն է։ Մի հատ բան ասեմ, այս խոսակցության սկզբի մասով, որ ասում եք, որ հետընտրական ինչ որ բաներ չէ, կարող է լինի, հետո մենք անցանք այս բանին հայտարարություններին, ես գիտեք ինչ եմ նկատում, որ մարդիկ տենց լիաթոք իրար շնորհավորում են այս ընտրությունների արդյունքների կապակցությամբ իրար, ոչ թե մեզ, ասենք կամ ձեզ, պարզապես իրար տեսնելուց շնորհավորում են։ Այդ այնքան կարևոր ցուցիչ է, որ մարդիկ հասկացել են, որ ըստ էության մի բանից են փրկվել, հա, մոտալուտ ճգնաժամից կամ մոտալուտ աղետից, հա, նույնիսկ կարելի ասել, այսինքն մարդիկ իրոք գնահատում են մարդկանց մեծ մասը, հա, որ իրանց քվեով, հենց իրանց քվեով, հա, այդ շատ կարևոր է, որ իրենք զգում են այդ կապը, որ իրանք գնացին ընտրության, իրանց քվեով տեր կանգնեցին խաղաղությանը, ինքնիշխանությանը, պետականությանը, տարբեր երկրի խամաճիկ, տարբեր երկրների խամաճիկ դառնալուն այս երկրի, եւ այդ ես հակառակն եմ զգում փողոցում, էլի, այսինքն բարձր տրամադրություն եմ զգում, ոչ թե այդ ինչ-որ լարվածություն, որ էս ինչ-որ բան պայթելու է, բան, էս չկա դες բան։ Դե հասարակությունը մտածում է, որ հետընտրական միտինգներ կլինի, այդ է մասնավորությունը։ Իսկ թեթևությունը ես ինքս նկատում եմ մարդկանց մոտ, մարդիկ իրոք իրար շնորհավորում են, ասեն մենք հաղթեցինք,
հասկանում եք, մենք, այդ մենքը շատ կարևոր է։ Ու ես դες ասեմ, ինչ լայն կոնսոլիդացիա եղավ այն Զվարթնոց օդանավակայանից տեսանյութերից հետո, երբ որ մարդիկ զգացին, այդ ասելուց բացի տեսան, որ իրոք դրսից գալիս են մարդիկ, ընտրում են ստեղ ապրող մարդկանց համար, ու ասում են մենք գնանք, որ հանկարծ մի բան լինի, այստեղ չլինենք, հասկանում եք, մեր երեխեքին բան չլինի։ Մենք շուտով ենք փախնենք։ Մեր երեխեքին, ասում եմ երեխեքիս վերցնեմ գնա, հասկանում եք։ Ինքը եկել է իրան հանձնարարվածը անի գնա, ստեղ ինչ կնի, ինքը իր երեխուն տանում է։ Ոնց որ տարբեր պատերազմներ հիշում եք, ընտրությունների նախորդ օրը, թե նույն օրը բան Իրկուտսկի մարզից տենց ցուցակներ եղան մամուլում, տենց հարյուրավոր մարդկանց, ոնց է իրանց հետ աշխատել, տարբեր ծառայություններ, ոնց են փորձել ըստ տեղամասերի հավաքագրել եւ այլն։ Ու ընտրությանը մասնակցած ուժերից ես չտեսա գոնե մեկ քննադատություն, էլի։ Այսքան ընտրակցություններ, զայնագրություններ, մեկ քննադատություն։ Մարդիկ իրանք իրաց չեն քննադատելու։ Այն բանն էլ հիշում եք, փաստերի ստուգման արտակի վիդեոն, որ զանգել էին Հայերի միության նախագահին։ Ռուսաստանում ներկայացել էին որպես FSB ագենտ, ամբողջը պատմել էր 3 գլուխ մի հատ է պոչի մասին։ Դե մտածել են Կալուգացի Սամվելի բանն է, աշխատողն է FSB-ից։ Հա, կամ հակառակը։ Օգնականն է։ Այդի sense բան են մտածել։ Ոչ թե աշխատող։ Շեֆն է, օգնականն է, գործավարն է, տենց են մտածել իրականում։ Դրա համար վստահել են ու պատմել են եղելությունը։ Չգիտեմ, բայց կան հա։ Մենք էլ իրար ոնց որ պետքա շնորհավորենք։ Շնորհավորի։ Բայց իրոք, որ ասում ենք պատմական ընտրություններ են, իրոք պատմական են և պատմական են նաև այն իմաստով, որ շատ պլաններ կամ մի պլան հատկապես տենց կազմակերպված պետության զավթման և այդ պետությանը ապագայում երևի ոչնչացման պարզապես խափանվել է մեր 100 հազարավոր հայրենակիցների շնորհիվ, որոնց իհարկե մենք շնորհակալ ենք, բայց առաջին հենք իրենց պետք է շնորհակալ լինեն, որ այդ քաղաքացիական պարտքը իրենց դրսևորել են եւ գնացել ու տեր են կանգնել իրենց երկրին։ Մենք էլ իհարկե պատվիրակված իրենց լիազորությամբ այդ ամեն ինչը անելու ենք ու մենք տեր ենք կլնելու յուրաքանչյուր քվեին, իսկ այն մեր մյուս քաղաքացիները, որոնք որ այս կամ այն հանգամանքներով մեզ չեն ընտրել, մենք իհարկե սիրում ենք բոլորին եւ նրանց հետ ենք աշխատելու, նրանց ենք բացատրելու, որ իրենց կամ մոլորեցրել են կամ այն քաղաքացիների, որոնց որ այնուամենայնիվ գնել են ձայնը, իրանց ձայնը չեն գնել, իրանց ապագան են գնել, իրանց հնարավորություններն են գնել, իրանց երեխաների ապագան են գնել ու չպետք է դա նախ անպատիժ մնա եւ երկրորդը չպետք է հանդուրժվի, վարչապետը լավ ասաց այն օր, ասաց կարծես թե լուր հանդուրժողականություն կա, որ այդ ընտրակաշառք բաժանելը նորմալ բան է։ 100,000 կլինի, 10,000 կլինի, 200,000 կլինի, մենք պետք է այնպիսի անհանդուրժողականության միջավայր ձևավորել, այդ թվում, գիտեք, Տիկին Հակոբյան, պետք է դեմքով ցույց տալ բոլոր ընտրակաշառք բաժանողներին, տենց գամել անարգանքի սյունին, եւ մենք պետք է պահանջենք նաեւ մեր իրավապահ մարմիններից, կամ մենք գտնենք այդ մարդկանց անունները գտնենք ու գամենք անարգանքի սյունին, այն ոնց են տարբեր երկրներում կա տենց մոտեցում, նախկինում շատ կար, հիմա տենց մարդու իրավունքներ, բան եւ այլն, տես բաներ կա, որ չի կարելի բան անել, խարանի եւ խտրականության ենթարկել, չէ, պետք է անարգանքի սյունին գամել։ Այնքան ամոթալի բան լինի դա, որ մարդիկ ամաչեն, ընտրակաշառք տվողը եւ վերցնողը պիտի ամաչեն փողոց դուրս գալ Հայաստանում։ Այո, պանթոսեմ, որովհետև ամենամեծ հանցագործությունը նույն մարդու իրավունքների ժողովրդավարության դեմ հենց կեղծված ընտրությունն է։ Ու այդ մարդկանց երեխաները պետք է ամաչեն իրենց ծնողների համար, որովհետև դա պետք է, չգիտեմ, ոնց է չէ, որ մանկապիղծների երեխաներն են ամաչում, տարբեր այդպես ծանր երեխաները իհարկե մեղավոր չեն, բայց չէ, մարդը պետք է հասկանա, որ այդ քայլին գնա իր երեխան իրանից կամաչի, այդպես ամոթալի արարք պետք է համարվի այդ հանցագործությունը։ Ինչի մասին է խոսքը։ Ու այո, պետքա բոլորը պատասխան տան, բայց մենք պետքա նաև արձանագրենք, որ մենք բոլոր մարզերում հաղթել ենք ընտրությունները, բոլոր խոշորացված համայնքներում հաղթել ենք ընդդիմությանը, բոլոր վարչական շրջաններում մենք հաղթել ենք ընդդիմությանը, բոլոր։
Մենք հաղթել ենք սահմանամերձ համայնքներում, մենք հաղթել ենք ներքին հանդում, Կիրանցում, բոլոր այն համայնքներում, որը անընդհատ շահարկվել է, փորձել են գնան այդ մարդկանց բզեն, անհանգստացեն, այդ մարդիկ իրանց տները լքեն, երկրից գնան, ամեն ինչ փորձել են անեն, բայց այդ համայնքները կանգնել են մեր մեջքին։ Ոնց որ օրինակ չգիտեմ, շուրն ու խումբ հիշում եք ինչքան բարձր ձայներ մենք երբ որ այդ ուզում ասեի շեյմինգ, երբ որ այդ բուլինգը ասեմ, թե ինչ ասեմ, այդ տերորը լինում է այդ քաղաքացիների դեպի քաղաքացիներ, այդ քաղաքացիները ավելի են համախմբվում մեր շուրջ, որովհետև հասկանում են իրականությունը, որովհետև այս դարում, երբ որ ինֆորմացիան սենց բաց է, երբ որ մարդը տանը նստած կարող է սենց լսել ու քննարկում իրականությունն իմանալ, այս դարում դու չես կարող տենց բաներով մանիպուլացնել, կարող ես մի բան մանիպուլացնել, բայց կարճ ժամանակ հետո այդ մարդը հասկանում է։ Հիմա որ ասում են Մեղրազորում ԿՊ-ն 0 ձայն է ստացել։ Այն 717 քաղաքացին, որ գնացել է ընտրել է ԿՊ, ինքը գիտի, չէ, իր ընտրությունը։ Մենք Ծաղկաձորում, որը Մեղրազորն է, 55% ձայն ենք ստացել։ Այդ ասում եմ 717 մարդու մոտ իրեն ուղղակի ոչնչանում են։ Կարող է մի մասը տես ուղղակի վերջի պայն որոշել է ԿՊ ընտրել, հիմա դարձավ 100%-անոց մեր ընտրող։ Այդ մարդը, որ մեզ ընտրել է, ինքը իր շրջապատում ասում ախպեր, ես եմ ընտրել, ու տես բոլորը, չէ, բոլոր 717 անձը։ Ու այդ ամբողջ համայնքից դուրս այդ մարդկանց շրջապատներում, այս մարդիկ դառնում են 100%-անոց ստախոս։ Հիմա որ վաղը մի իրական բան էլ ասել, իրենց նորմալ ստախոսն են դրանք, հա։ Ոչ ոք իրենց չի հավատալու արդեն, հասկանում եք։ Դες որ այսօր էլ կարևոր արձանագրում մենք ավել ձայներ ենք ստացել բոլոր այն համայնքներում, որտեղ նախորդ անգամ այդքան բարձր չէինք հավատում։ Մենք գումարային նախ 40,000 ավել ձայն ենք ստացել, մոտավորապես։ Լինելով 8 տարվա իշխանություն, որը հիմնականում բոլոր երկրներում գնալով մանշում է, որտեղ իշխանությունից միշտ դժգոհ են մարդիկ լինում։ Չէ, բայց հա, այսինքն նախ քննադատելու բան կա, նորից որ կան, ինչի՞ քննադատել։ Մենք միայն Երևանում 20,000 ավել ձայն ենք ստացել։ Ես որ նոր-նորքով էի զբաղվում 3000 ավել ձայն ենք ստացել, Արաբ գիրում։ Անդրեսն մենք Ծաղկաձորում մենք 20% ավել ձայն ենք ստացել։ Հա, բայց այն արհեստական դրսից եկած եւ գնված փաստացի ձայները բան են արել, բալանսը մի քիչ փոխել են, բայց միևնույն է ժողովրդի ձայնը, տեր կանգնելու ձայնը ավելի բարձր է լսելի եղել, քան թե այդ կազմակերպված բոլոր մեխանիզմները, որոնք ամբողջությամբ բացահայտվելու են եւ բոլորը պատժվելու են եւ վարչապետը ինչպես ասես, մինչեւ մյուս ընտրությունների արդյունքների ամփոփումը իրանք պետք է բերթերում լինեն եւ այսպես ասած էլի թող հազար ներողություն բոլոր մարդու իրավունքների պաշտպան պետք է փդեն պրոստը պարզապես բերթերում այդ կարգի մարդիկ։ Այո Ուրեմն այս հանցագործությունները չանեն, որովհետև դուք պատկերացնում եք, եթե այս բերելը չլիներ, այս կարգի ագրեսիվ դրսից մարդ բերելը, ներսում այդքան փող բաժանելը, եթե չլիներ, դուք պատկերացնում եք ինչ աջակցության տոկոս կլիներ մեզ աջակցություն։ Ես կարծում եմ տենց մի 150,000 պլյուսով ավել Իսկ դա տոկոսային դառնում է եւ սահմանադրական մեծամասնություն 10%։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ մաքրենք այդ բանը էլի աղտը, այսպես ասած հիվանդությունը, հա, բանից, դաշտից, որ մյուս ընտրություններում դա որևէ ազդեցություն չունենա տեղական ինքնակառավարման մարմինների, հանրաքվեի, մյուս ազգային ժողովի։ Հիմա մենք նաև պետք է հետևողական լինենք, որ բոլոր նաև ընտրակաշառք վերցնողները պատասխանատվության ենթարկվեն։ Հասկանում եք, հիմա շատ մարդկանց հետևից իրավապահը չի գնացել, հասկանալիորեն։ Եվ այդ մարդիկ մտածում են, որ իրենք հերթական անգամ ճողոպրեցին։ Բոլորը պետք է կրեն պատասխանատվություն ու շղթայով պետք է այդ մեղադրանքը գնա միջև այն եռագլուխը, որի գումարը, եւ ներքև եւ վերև բաժանվել է միջև քաղաքացուց միջև ընտրակաշառք վերցնող քաղաքացուց միջև ենթադրենք Կալուգացի օլիգարխ, չգիտեմ Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյանը, որ ընտրակաշառք է բաժանել, միջև վերև պետք է բոլորը պատասխանատվության միանշանակ, ասում եմ, եւ վերև եւ ներքև, այսինքն եւ վերցնողները եւ տվողները ցիրկ չի, այսինքն ուժերը, այդ ենթադրենք 3 ուժա, 4 ուժա, չգիտեմ, ընտրակաշառք բաժանել, մնացածը, այդ թվում մենք,
այդ թվում մենք 10-ից ավել ուշ դուրս ա եկել քարոզար շավը արել, որպեսզի ձայն հավաքի, դուրս ա եկել, չգիտեմ, պաստառներ ա ունեցել, գումար ա ծախսել դրա վրա, թռուցիկներ եւ այլն եւ այլն։ Եթերա ժամանակ ա վճարել։ Մարդկանց հետ ա շփվել 100,000 ինչ որ մարդիկ ինչա թե ունեն ինչ որ գողոն կամ շատ գումար, վերցնում են բաժանել են, ուզում են պատկեր փոխեն, ինչքանով է դա արդար։ Եկեք ուրեմն ուրիշ բան սահմանենք, եկեք երկիրը դարձնենք, ով շատ փող ունի նա է իշխանության։ Եթե համաձայն է քաղաքացի։ Բա իրանք տենց եղել է, չէ՞։ Հեղափոխությունից առաջ տենց ա եղել։ Եվ իրանք ուզում են դա վերադարձնեն։ Հավին Արամ Վարդևանյանը կգնա իրաց ցուցակ։ Ով շատ փող ունենում, այդ բան իրաց ցուցակ ա գնում։ Ինչ բան։ Հիմա հետաքրքիր է, որ գա Արամ Վարդևանյանը ազգային ժողով ինքը լինի համ Հայաստան դաշինքն է փաստացի անցել, համ իրանք, հիմա ինքը իրան որտեղի է ավելի շատ։ Բայց մենակ ինքը ջելի կան, չէ՞ այնտեղ մարդիկ։ Բայց շատ սյուրռեալիզմ է, էլի լրիվ դեժավյու, ասենք Արամ Վարդևանյանը ուժեղ Հայաստանից մինչև այդ Հայաստան դաշինքից ու տենց էլի։ Իրան լավ կզգա, որ կողմնել նայ, էլի։ Հա։ Իսկ բարգավաճը հանկարծ գա։ Հա։ Այնտեղ առհասարակ տենց իրանք էլ կխառնեն, որ ֆրակցիայի մոտ պետք է։ Չէ, միանշանակ ես առաջարկում եմ Տիկին Հակոբյան, ազգային ժողովում իրաց խառը նստացնել, տենց մի ֆրակցիայի տակ էլի, անուն ու գրել, պատերազմ եռագլուխ կուսակցություն։ Եռագլուխ կուսակցություն, հա։ Բանալա, բան եք ասում, պարոն Թորոսյան, բայց դե հուսանք, որ նախնական արդյունքները կմնան այնպեսին, ինչպես եղել են, շատ հուսալու բան չի, ոնց ժողովուրդը քվեարկել։ Այդ տարբերություն իրանց մենք արդար հաշվարկի կողմից գցենք, նույնիսկ մեկ ձայն, եթե վերջնական կորոշի, որ ԲՀԿ-ն պետքա լինի, իհարկե լինելու այդ ոչ ես, ոչ դուք, ոչ մեկ չի որոշում, դա որոշել է ժողովուրդը։ Իհարկե։ Մեկ էլ ինձ նենց երեք առաջի օրը մտածել եմ, ասում եմ, տեսնես հիմա, որ եթե շփվում են, էլի, Սամվել Կարապետյանի հետ, նրան էլի պարոն վարչապետով են դիտում։ Բայց լուրջ պարոն վարչապետն է։ Դրանից առաջ իրեն հետ հանդիպումն են, պարոն վարչապետ, չէ՞ հիշում, որ դեմոնստրատիվ ինչ-որ կառավարության նիստեր էր անում, ինքը իբր վարչապետներ, նախարարներն էին, այն Արեգան էլ ազգանունը չեմ հիշում, ներողություն եմ խնդրում, Արեգան էլ իրենց պաշտպանության փաստորեն նախարարներ, որ 155 մմ-անոց արկը, որ 150 մմ տրուբայի մեջ։ Բա այդ որ իրենք բան էին անում, այդպես դրոշներով, գերբով, բան, դա փաստորեն դա իրենց կառավարության նիստեր են, ինքը վարչապետն է, նրանք նախարարներն էին, նրան երբ որ գալիս էին նրան դիմում էին պարոն վարչապետն, այլ ուրախանում էր մանկան ժպիտով եւ ուրախությամբ փրկվում էր դրանից։ Մանկական տրավմաներ են, էլի։ Բայց հիմա լավ, հիմա ինչ են մտածում, էլի նույն ձև են ասում, դա շատ հետաքրքիր է։ Դա էլ կարելի է հարցնել նրանց։ Ֆրոյդիզմի մասին պետք է մի օր խոսանք, տենց մանկական չիրականացված երազանքների կամ տրավմաների, բայց այդ մասին հաջորդ դասին, ինչպես ասում է դասականը։ Ես նաև այսօր մի մամուլի տեսության շրջանակներում էր ոնց որ առավոտյան նայում էի, որ իրականում Սամվել Կարապետյանը չի շփվում թիմակիցների հետ, նրանք ասել են, որ չեն ունեցել հնարավորություն հանդիպել, միայն Նարեկ Կարապետյանն է նրա հետ շփվել։ Դե արդեն թողել է թիմին, որովհետև վերջ ու հետաքրքիր թե ով վերցնի մանդատը, ես օրինակ մտածում եմ, որ նույն Ռոբերտ Քոչյանը կարող է արդեն վերցնի մանդատ, օրինակ արդեն ինքը քանի որ բլոգեր է դարձել, քանի որ եկեղեցի է մտնում, արդեն նրա մոտ կոտրվել է, այ նրա այդ մանկական տրավման, այդ հնազանդության բարդույթը, որ նա միակ տղամարդն է, որ իր պատվից վեր է տարբեր բաներ, ինձ թվում է կոտրվեց, որովհետև եթե մարդը դարձավ բլոգեր, այդ ոինը, բանը, նա արդեն կարող է նաև ընդդիմադիր պատգամավոր։ Շատ հետաքրքիր կլինի, մենք ուրախ կլինենք Ռոբերտ Քոչարյանի Այ Նարեկ Կարապետյանի համար չեմ կարող ասել։ Այ դրա հետ կապված չեմ կարող ասել։ Նարեկ Կարապետյան։ Նա ինչ կորոշի, գալ եւ ֆրակցիա ղեկավարել, թե գնալ եւ փող աշխատել, որովհետեւ մեր աշխատավարձով նա մի օր հազիվ ապրի։ Չնայած նրանք ասել են, որ մի դրամ են։ Տեսնենք նրանց պատգամավորները կհրաժարվեն աշխատավարձից եւ 1 դրամով լինեն պատգամավոր։ Չէ, բայց եթե հրաժարվեն, դա ուրիշ բան է նշանակում է ծրարով փող են ստանալու։ Դե բայց եթե դառնում էին վարչապետ եւ 1 դրամ էին ստանում, էլի ծրարով փող չէ։ Տեսնենք եթե հիմնադրամը կստեղծեն, չէ՞ որ այդտեղ բյուջեից գումար չէր հատկացում։ Նրանք իրենց շրջանակները ֆինանսական հատկացում պետք է անեն եւ անապահով ընտանիքներին գումար տային ամսական։ Տեսնենք կանեն։
Իհարկե չեն անի եւ պետք էլ չի որ անեն, որտեվ Չէ, պարոն Թովմասյան, կարող են գոնե նախաձեռնել։ Օրինակ, եթե Սամվել Կարապետյանը իր բյուջեն եւ իր դրսի այդ ում որ պատրաստվում է իշխանություն ունենալու դեպքում դիմեր։ Եթե մի ֆոնդ ստեղծեն եւ փորձեն կարիքավոր ընտանիքներին ուղղակի աջակցեն, ենթադրենք, բարեգործություն օրինակ անեն։ Դե նրանց պետք է իշխանություն դա անելու համար, հա։ Գործարան սարքելու համար պետք է իշխանություն, ընդհանրապես իշխանություն պետք է, իշխանություն պետք է լինել, որպեսզի հավասար պայմաններ, ազատ մրցակցային ուրեմն միջավայր ունենան տնտեսվարողները, որպեսզի բիզնեսով զբաղվեն։ Օրինակ գործարան սարքելու համար, իրենք ասում են գործարաններ պետք է սարքեն, գործարան սարքելու համար իրենց պետք է իշխանություն, թե կսարքեն։ Կամ ով է իրանց խանգարում, ասենք օրինակ մոլերի փոխարեն գործարան բացել, կամ էլ նախկին գործարանները դարձնել մոլեր։ Համ մոլերի վճարները, վարձավճարները, այդ արենդայի գումարները ամենամիշ չբարձրացնել։ Նրանց ով է խանգարում քիչ գումար աշխատել այդ միջին եւ մանր բիզնեսի։ Մնալով հաջող ստանալու կողմնակից են եղել միշտ դաշնակցության պես, հա։ Շատ երկար ոնց որ բան արեցինք, խոսեցինք, հավաքվել էր խոսալու թեման։ Էլի խոսանք իհարկե, հələ ամփոփումից հետո մի հատ էլ կհասկանանք ինչա կատարվում, մեր սիրելի ժողովրդի հետ միշտ խոսալու թեմա կա, հետո կառավարության ձևավորում, ոչ իմ բանա։ Գործ շատ կա, պետք է անենք։ Այն ինչ որ խոստացել ենք մեր ժողովրդին։ Այո, դուք էլ պատրաստ եք վաղը ազգային ժողովում պատրաստ եմ, այսօր կարդացել եմ դասս։ Դե լավ հանդիպենք պարոն Թովմասյան, նաև խնդրում ենք այս բանը լայվը կիսվել ձեր էջերում, որպեսզի այն ավելի շատ դիտումներ ունենա։ Եվ շնորհակալություն պարոն Թովմասյան, մինչև հիմա մենք 500-ից ավել այս պահին մեզ դիտող ընկերներ ունենք, չեն հիասթափվել եւ չեն լքել լայվը։ Շնորհակալություն բոլորիս, մենք սիրում ենք ձեզ, մեզ հաճելի է ձեզ հետ շփվել, մեր մտքերը կիսել ձեզ հետ, լսել ձեզ եւ սա ինչ որ բան չի, ինչ որ արհեստական բան չի, որ մենք անում ենք, սա մեր բնական, մեր սրտից եկող ցանկությունն է։ Ինձ էլ հաճելի էր ձեր շապիկը, որովհետեւ կարոտել էի մեր լոգոտիպով շապիկը։ Մենք դադարում տեր կանգնել խաղաղությանը։ 5 տարի դիտեր կանգնենք ու վերջ, մշտական տեղ կանգնենք։ Անպայման։ Լավ եղեք,